Այս օրերին անընդհատ քննարկվում էր եւ քննադատվում էր այն փաստը, որ ուժեղ Հայաստան ընտրել է մասնավորապես Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովը, ինչու եք այդ հանձնաժողովը ընտրել եւ ինչպես եք պատասխանում այդ մեկնաբանություններին։ Որ կարողանանք վերջապես Եվրոմիության հետ ճիշտ գործունեություն ծավալենք։ Պարոն Կարապետյան, այսօր փաստացի չեն ընտրել ձեր թեկնածուներին եւ նոր թեկնածուներ եք առաջադրել, որքանով է նպատակահարմար իրենց չընտրելու դեպքում։ Բոլոր երեքին չեն ընտրել։ Հա, ոչ մեկին չեն ընտրել նոր թեկնածուներ։ Սա ինչ եղավ։ Բայց ընտրել են Հայաստան Դաշինքի թեկնածուին, օրինակ Հայաստան Դաշինքի թեկնածուին ընտրել են, բայց ձեր առաջարկած թեկնածուներին ոչ։ Ինչու է այդպիսի աշխատանք դրանով ԿՊ-ն։ Ուժ է ցույց տալիս ԿՊ-ն։ Չնայած ուժ ԿՊ-ից ով է գլուխ հանում։ Պարոն Կարապետյան, Մենք մեր գործը անում ենք, իրենք կընտրեն, չեն ընտրի, ինչ կապ ունի։ Պարոն Կարապետյան, ձեր թիմակիցները թրիփը միջանցք չեն համարում, թեև նախկինում ավելի ակտիվ էին այդ նախագծի ռիսկերի մասին խոսում, թրիփի հետ կապված ո՞րն է այն կարմիր գիծը, որը պետք է Հայաստանը չհատի ըստ ձեզ։ Ճիշտ չեք հասկանում Նարեկին, ոչ թե թրիփը հիմա, եթե մենք թողենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք ասում ենք, որ այդպես չի լինի, դա կլինի ճանապարհ, ընդամենը դրա որ Տիգրադաշենը հայկական տարածք չէ։ Այս հայտարարությունը ձեզի չէ հաջորդելու։ հաջորդելու է 5-րդ հանրապետության հռչակումը։ Հասնում ենք լորի։ Լորի կարող է հասնենք, բայց կանգնելու ենք լորին։ Եթե Փաշինյանը մնաց իշխանության, բայց դե մենք չենք թողելու իրեն մնա իշխանության։ Եվ մեղադրանքի հետ կապված այսօր հանրային մեղադրողը ընթերցեց նորից, թե ինչու են ձեզ մեղադրում, դուք իհարկե հայտարարեցիք, որ ձեզ մեղավոր չեք ճանաչում, բայց պարոն Կարապետյան, ըստ էության ինչու սկսվեց սա, արդյոք միայն կոչից հետո։ Իհարկե միայն կոչից հետո։ Ոչ թե կոչից, երկու բառից հետո, կոչ չէր եղել։ Եղել էր մեր ձևով բառերը։ Ինչու եք ուզում չմասնակցել նիստերին։ Որովհետև այս դատավարությունը ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ես նույնիսկ չեմ էլ լսում ինչի մասին այնտեղ խոսում։ Բացարձակ կապ չունի ինձ հետ։ Բոլոր 3 քրեական գործերը բացարձակ ինձ հետ կապ չունեն։ Դրա համար գալիս եմ ինչ անեմ։ Նստեմ, լսեմ ուրիշների քրեական գործերը։